Համեր, այն որ Փաշինյանի ռեժիմի բոլոր հրամանները գերազանցիկի պես կատարած Արամ Հովհաննիսյանին։ Ինչու է ուրիշ Արամով փոխել վարչապետը։ Լի էր նաև փորձություններով։ Հնարավոր է 3 տասնամյակ ուժային համակարգում ծառայած արդեն նախկին ոստիկանապետին Փաշինյանը էլի SMS-ով է պաշտոնազրկել։ Ինչ պետք է արած լինի այդքան տարվա պրոֆեսիոնալ ոստիկանը, որ ճակերտավոր արժանացած լինի Օլիմպոսի զայրույթին։ Քիչ դժվար է ասել։ Ես կարծում եմ այդ ամենը պատրվակ է։ Ավելի քան 2 տարի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Արամ Հովհաննիսյանի ղեկավարման շրջանում բազմաթիվ սկանդալային օպերացիաներ են եղել։ Չի բացառում Ռուբեն Մելիքյանը, որ նրա անունը մի լավ կեղտոտելուց հետո նախընտրական այս շրջանում Փաշինյանը համեմատաբար ավելի մաքուր անուն ունեցողներին է առաջին պլան բերում, ժողովրդի աչքը շոյելու համար։ Ինչ-որ մեկին ինչ-որ տեղ նշանակում են, ծանրաբեռնում են տարբեր կեղտոտ պատմություններով, որտեղ այդ մարդը հաստատ ինքը չի եղել այդ ամեն ինչի նախաձեռնողը, նա հրահանգ է կատարել։ Հրահանգ է կատարել։ Ծանրաբեռնում են տարբեր կեղտոտ պատմություններով եւ հետո հանում են դնում են մեկին, որ այդ պայդրությամբ դեռ կեղտոտ պատմություններով առանձնապես ծանրաբեռնված չի։ Ցուցարարներին լակոտ էր անվանել Հովհաննիսյանը 1 տարի առաջ։ Կանգնում են լակոտի պես ընդեր, բայց ինչ պետք է անեն։ Նա էր ղեկավարում ոստիկանների գործողությունները 2024-ի հունիսի 12-ին, երբ Տավուշը հանուն հայրենիքի շարժման անդամների վրա նռնակներ էին նետում իրավապահները, Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում 100-ից ավելի մարդ էր տուժել։ Ես չեմ բացառի, որ եթե կարիքը լինի, Նիկոլ Փաշինյանը անգամ անհրաժեշտության դեպքում ձերբակալել կտա այդ մարդը։ Իր իշխանությունը պահելու համար, եթե օրինակ, չգիտեմ, պայմանական ասած, ժողովրդական ինչ-որ ցասում լինի, այս պահին ավելի տեսական եմ խոսում, որը հանգցնելու խնդիր լինի, նա կարող է զոհաբերել այս մարդուն։ Ասել, տեսեք, մենք պարզեցինք, որ Արամ Հովհաննիսյանը այսպիսի հանցագործություններ է արել, ես բարի թագավոր եմ, նա չար ոստիկանապետն էր, եկեք իրեն պատժենք։ Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ Արամ Հովհաննիսյանը դիմում է գրել, քանի որ թոշակի է անցնում։ Մամուլի տեղեկություններով Փաշինյանը դժգոհ է եղել իր ծննդյան օրը ոստիկանական հսկողությունից, դրա համար է աշխատանքից հանել նախարարի տեղակալին։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ներքին գործերի նախարարությունում հին ու նոր սերունդների բախում է եղել։ Նախարար Արփինե Սարգսյանն է խնդիր ունեցել Արամ Հովհաննիսյանի հետ, ու այդ պատճառով է նա ոչ միայն կորցրել պաշտոնը, այլև հեռացվել համակարգից։ Մարդը դարձավ ընդամենը շարքային քաղաքացի, որը երևի ստանալու է ոստիկանական բարձր թոշակ, ուրիշ ոչինչ։ Հետքը բացահայտել է, որ իր պաշտոնավարման շրջանում Արամ Հովհաննիսյանի որդին համայնքային հող է ցավթել, ապօրինի շինարարություն արել, սեփականաշնորհել է ոստիկանության կայանատեղիի տարածքը։ Լուծել առկա խնդիրները եւ Ինչ է սպասվում երկուշաբթի Լոռիի մարզպետի պաշտոնից հրաժարական տված ու այսօր ոստիկանության պետ, ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը ստանձնած Արամ Ղազարյանին։ Կարճ ասած, արամների տեղափոխությունից արդյունքը չի փոխվում։ Համոզված է Մելիքյանը, որ ոստիկանությունում տարբեր տարիների բարձր պաշտոններ ստանձնած Ղազարյանը նույն հավատարմությամբ ծառայելու է Փաշինյանին, ոչ թե ժողովրդին։ Հայտարարությունը, թե դուրս է գալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ոչինչ չի նշանակում։ Ի տարբերություն այն Արամի, այս Արամը պաշտոնապես է կուսակցական։ Այսինքն մարդը եղել է մինչև առ այսօր ոչ թե պարզապես կուսակցական, այլ կուսակցության մարզային ստորաբաժանման ղեկավար։ Այն արդարացումները, որ ես կուսակցությունից դուրս եմ գալի, առոչինչ են, պարզ պատճառով, որ նա կուսակցությունից դուրս է գալիս, բացառապես այն պատճառով, որ իրավունք չունի կուսակցական շարունակել մնալ։ Այն, որ նորանշանակ ոստիկանապետը Փաշինյանի մտերիմն է, ինչպես մամուլն է գրում, չի երաշխավորում նրա երկար պաշտոնավարումը, համոզված է Ռուբեն Մելիքյանը։ Ցանկացած պահի, երբ նա խանգարի Փաշինյանին, հնարավոր է գործընկերների պես հրաժեշտի մի նամակ էլ ինքը ստանա։ Գանա Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։